3/5 ունի, այդ սդերում բող։ Այսինքն կես միլիոն գողացած, կեղծած բան արած, Ես թվարկեցի պաշտոնական թվերը։ Մոտավորապես կես միլիոն ընտրողների 450,000 ես կես միլիոն այդպես, եթե կես միլիոն էլ ձայն են տվել, այսինքն 1 միլիոն մարդ դեմ է, 1 միլիոն ընտրող իրականում Նիկոլին դեմ է, 1 միլիոն մենակ ընտրող։ Հիմա ես սա ինչու համար ասեցի, ես ասել եմ ինչ որ հանել եմ պաշտոնական թվեր։ Իրանք ունեմ գնահատելու, որ փոշիաստող ձայները Նիկոլի ձայներն էին։ Հələ մի հատ փոխկապակցված անձանց երևացող ու չերևացող նայենք, 2-3 ընդդիմադիր ուժեր խոհեմ չեն եղել։ Էլի Նիկոլի ջրաղացին են ջուր լցրել։ Մեկ անգամ եւս գալիս եւ արձանագրում ենք, որ կեղծված եւ գողացված ձայներ են, որ Նիկոլ Փաշինյանին 1 միլիոն ընտրող դեմա այս մարդուն չի ընտրել, բայց ոնց որ Նայարան ասում, ուզում է 101% էլ։ Նայարան 100-101-ը ես եմ ասել անիշելի ժամանակներից։ Այս մարդը մեկա մնալու էր, իր դեմ խաղ չկար։ Ուրեմն իր դեմ ինչ պիտի արվեր։ Պետք է դուրս գային, ինչ պիտի արվեր։ Հիմա ասեմ, այստեղ ասեմ այսպես։ Նիկոլը փաստացի գործնականում իշխանություններից դժգոհ տարբեր մոտիվացիաներով փողոց չի կարող գեներացնել մեծ զանգված։ Նիկոլը։ Այո, Նիկոլը չունի։ Փոխարենը ունի ով ընդդիմությունը։ Վստահաբար։ Տարբեր ուժեր ունեն։ Օրինակ հիշում եք, երբ ես այս տաղավարից եւ ոչ միայն, բայց այս տաղավարից եւս ասել եմ Օրինակ ինչու զորահանդեսի օրը մայիսի 28-ին չնշվեց Սարդարաբադի հերոսամարտը, ընդդիմությունը վստահաբար միացյալ ուժերով 100-150,000 մարդ փողոց կարող էր հանել Մայրաթոր, Ուխտերդ, ոչ թե Ուխտերի երթ իրանց, այլ իրական Ուխտերդ։ Գնալու էին հարգանքի տուրք մատուցեին առաջին հերթին Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսին, որը իրական Սարդարաբադի կազմակերպիչն էր, որտեղ իր վճռական կեցվածներ, որ իշխանությունները չթողեցին ոչ Չեչմիածինը, ոչ Երևանը, կռիվ տվեցին։ Դա Գևորգ 5-րդ։ Թող գնային հարգանքի տուրք մատուցեին, այսինքն ընդդիմությունը փողոցով ինչ էր ցույց տալիս, որ իրանք միասնական են կարևոր հարցերում, իսկ դա կարևոր հարց էր, եւ ինչպես ասում են, ժողովուրդը եւս կողքեվորվեր, որտեղ տարբեր ընդդիմադիր կուսակցությունների խմբերի անդամները իրար կողք կանգնած նույն նպատակին։ Սա շատ կարևոր հոգեբանական։ Հետո հունիսի 7-ը դա Սուրբ Էջմիածնի տոնն էր։ Հիշում եք, ես ասում եմ, դե մարդիկ քանի որ զբաղված են, գնում են ընտրատեղամասեր եւ այլն, քվեարկություններ։ Հունիսի 8-ին մի օր հետո ընդդիմությունը կազմակերպեր օրինակ Սուրբ Էջմիածնի տոն եւս մի քանի 100,000 մարդով գնային Էջմիածին։ Օրինակ ինչ վատ կլներ։ Ես ուզում եմ ասեմ, ընդդիմությունը ինչ գործիք ունի։ Իր ապա համակարգը, դատավորները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, արդարադատության նախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանը, ելով մնաց, հիմա էլ սահմանադրական դատանը։ Բոլորը կատարում են մեկ անձի հանձնարարական։ Ինչ կռվան ուներ ընդդիմությունը։ Դա իշխանությունների քաղաքականություն դժգոհ, միգուցե ավելի խիստ որակումներ կարող են նաև տալ քաղաքացիներ, այդ քաղաքացուն պետք է իրար կողք կանգնացնել եւ ցույց տալ ուժ, որ եթե համատարած կեղծիքներ լինեն, ապա մենք կես միլիոն մարդ փողոց կան, ոչ թե 50,000։ Մի վարքյան։ Չէ, առանձին այն մեկը մի 50,000 հավաքես, մյուսը միտինգին 10,000, այն մյուսը միտինգին 15,000։ Չէ, հիմա ասենք մի հատ պահի կարող են խելք ունենալ միասին ընտրության գիշերը դուրս գալ։ Չեխի գիշերը։ Բա երբ։ Միջև այդ Գիշերը չէ, ընդունության։ Հաջորդ օրը ամսի 8-ին մարդիկ պատրաստում էին տոնելու Սուրբ Էջմիածնի տոնը, ես ասացի։ Ստեղից քանի անգամ եմ ասել։ Մարդիկ գնային հարգակի տուրք մատուցեին Գևորգ։ Մի րոպե, հետո Էջմիածին հոգնած կցվրվեին ամեն մեկը մի տեղ։ Այդպես չի, բոլորը չէին գնում։ Բոլոր շրջաններում մեր եկեղեցու հավատավոր եւ նվիրազավակները գնում են իրենց եկեղեցիները, հարգանքի տուրքը պարտադիր չի, որ Մայրաթոր գնաս։ Այսքան ժողովուրդը լավ լիցքով դուրս էր գալիս փողոց։ Հիմա մեր ընդդիմությունը մի վարքյան, միտքս ավարտեմ։ Իմ ասած միակ գործիքը, ես չեմ ասում, որ արդյունք կտար, Անժելա։ Ես ասում եմ միակ գործիքը, որը իշխանությունը չունի, ընդդիմությունը ունի։ Դա այն քաղաքացին է, որը չի ուզում, որ Նիկոլը վերարտադրվի,
այդ քաղաքացիների, քաղաքական հասարակական ուժերի կոնսոլիդացիա էր պետք։ Չստացվեց, ես էլ եմ համաձայն եղել, որ մեկ անձով, մեկ ճակատով գնալ, չստացվեց։ Բայց գոնե քո ուժի ցուցադրությունը հավաքական առումով ինչ-որ ձևով 1 մայիս 28-ին ասել եմ, չէ, քանի անգամ ես տաղավարից եւ ոչ միայն ես։ Ասել եմ պետքա կեցված դրսևորել։ Դե իշխան Սաղաթելյանը չառաջարկեց, ասեց եկեք մի հատ այդպիսի հանրահավաքման։ Հիմա դա պետք է առաջատար ուժի լիդերը գիտակցել կամ իրան խելոք սեղանի տակ իր խորհրդականները։ Ես քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ որևէ ուժի առաջարկը արեցին, չէ, ասեցին եկեք մի հատ միասնական եղել այդ առաջարկը։ Չէ, խիչի արդյունքը։ Որովհետև գնում են մցրել է Սամվել Կարապետյանի ուղեղը, որ նախկինները թոչրել է դեբիլիզմից չեն ազատվում իրանք։ Այդ դեբիլիզմը միջև իրանք չհրաժարվեն։ Չէ, Նիկոլն է մեղավոր այդտեղ։ Սամվել Կարապետյան միջև այդ ապուշությունից չհրաժարվեն, որ այդ նախկինի իբր թե այդ նախկինի թեզը աշխատում է, միջև դրանից չհրաժարվեն, ոչ մի բան չի ստացվելու։ Հա, ով է մեղավոր։ Էս էլ որ Նիկոլը մեղավոր չի։ Գիտակցումը չունեն, որ մի հատ ուղղակի կարող է չենք ասել։ Այս տաղավարից ինչքան ենք ասել, ընդդիմությունը մի գործիք ունի։ Այդ գործիքը ինքը օրը 24 ժամ պետք է աշխատացնի։ Հիմա մի դիտարկում ուղղակի շատ մեղ որակումներով ու երանգով եմ տալիս։ Հիմա ընդդիմությունը տարբեր ուժեր ներկայացնում են, որ ատելության խոսք է եղել, մարդկանց են փակել, ձերբակալել մինչև ընտրությունները, կարևոր դերակատարում ունեցող անձերի եւ ընտրակաշառք է բաժանվել շուրջ 2 ամիս։ Տարբեր ձևերով, ճիշտ է։ Բաժանվել է, չէ՞, կարող ասեն չի բաժանվել։ Ես համաձայն եմ, որ այն հիմնավորումները, որ տրվել են, դա իսկապես բաժանվել է։ Հիմա հարց, մինչև ընտրությունները, ընդդիմությունը, այդ ընտրակաշառքները էական ազդեցություն են չի ունենալու։ Տարբեր պաշտոնների, աշխատանքի, վարկերի եւ այլն։ Հիմա հարց եմ տալիս։ Բայց այդ ընդդիմությունը մինչև ընտրությունը ինչու դա իր դրոշներից մեկ այդ Իշխան Սաղաթելյանը որ հավաք էր ասում, օրինակ դրոշներից մեկը մինչև ամսի 7-ը լիներ այդ ընտրակաշառքը, չէ։ Մարդը բաժանում ընտրակաշառք այդ ձևով։ Ռոբերտ Քոչարյանը ասեց, գումարը ասեց 1 միլիարդ դոլար, ասելա։ Բա 1 միլիարդ դոլար իշխանությունը մարդկանց փող է բաժանում, իբր չբռնվող տեսքով, ձևով, բանդիմությունը մի հատ միջև ընտրություն կեցված չի դրսևորող։ Կեցվածքը հայտարարություն չէ, կեցվածքը մենք ստեղ խոսում ենք հայտարարությունով։ Ասում ենք էլի։ Կեցվածքը երբ որ դու ուժ ես ցույց տալիս, չի արվել։ Ուրեմն մենք, ես նորից եմ ասում, մենք արձանագրենք հետևյալը։ Փաշտյան Նիկոլը պլան մինիմումն էլ է կատարել, պլան մաքսիմումն է, իր 3/5-ը գրպանում է, բայց 3/5-ը ձեռք չի տալիս ում։ Թուրքիային, ապրես Ադրբեջանին եւ Արևմուտքին, ընդ որում Արևմուտքի հիմնականում եվրոպական մասին, որոնք այսօր հակառուսականության ճամբարում պատերազմում են Ուկրաինա գործիքով Ռուսաստանի դեմ, ձեռք չի տալիս։ Եթե Փաշինյան Նիկոլ իմանար, որ այդ 2/3-ով հավաքելով ինքը ամեն ինչ փոխելու է, նոր սահմանություն ու մնալու է մի մինչև 2150 թիվը Հայաստանի վարչապետ, եթե Հայաստան պետությունը լինի, Նիկոլը հաստատ 2/3-ը կնկարեր, կասկած չունենանք, չէ, ես կոնկրետ թվերի մասին խոսեցի, բայց քանի որ այդ մարդը մտածում է, որ իր իշխանությունը պահելու համար ինքը պետք է ունենա լուֆտեր, մանևրելու դաշտ, օրինակ 2/3 չի հավաքում, հիմա Ալիևը փրփրած, ընդեղից Էրդողանը փրփրած, ասում եմ, բա սահմանություն, ասում եմ, հա փոխեմ, ո՞ց փոխեմ, չունեմ։ Ասում եմ, բա ձեր ընդդիմադիր դաշտում բաներ կան, այն ինչ են ասում։ Գեգամ Նազարյաններ կան, պատգամավորներից։ Ասում եմ, դուք եք ասում, չկան, Գեգամ Նազարյանը եզակի անհատականություններ։ Ինքը իրան խաղալու տեղ է թողել, անգամ այդ է հաշվել։ Ընդ որում քանի պատգամավոր, որը 2/3, որ ինքը տեսնել ճար, հնար չկա, որ ինչպես ասում են, անկյուն են քշել։ Թուրքիան էլ, Ադրբեջանը ասում են, եթե չես անում պատերազմ, մենա Ալիև զորքերը Այդ բերվա։ մեկը չեղավ, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը այդ իր հարիվները չեն։ Այդ ձեզ թվում է այդտեղ ինքը տեսնստած խելոք, սենց բան է անում։ Ես փաստ եմ ասում։ Կեղծում անում է, իրանք իր հարիվներն ընդ Էրդողանին ասի, մոտս չստացվեց, հա, որ 5 հոգի տանեմ կամ 6 հոգի տանեմ։ Լավ, հիմա մի վարքան, Անժելա։ Ես չեմ ասում, որ չկան այդ 6 հոգին, 6-ը նախ 5 չի։ 64-ը պետք է լինի 70, չէ, որ հանում են 6 ալնում։
ինքը իր համար անվտանգության բարձիկ է սարքել, ժամանակ շահելու, խաղացնելու, բարձ եմ ասում։ Ինքը այդքան բանը հասկանում է, այդքան բանը եթե չհասկանալ, կողքից մասնագետներ կան հուշում է, իսկ ինքը հաստատ հասկանում է, որտեվ այս գործերի մեջ ինքը ինչպես ասում են հին աղվես է։ Նոյի թվից։ Հիմա ինքը իր 6 ձայնը թե երբ կբերի, երբ որ իրան անկյուն քշեն, որ տեստի այլ ընտրանք չունի, նոր այդ 6 ձայնը, ինչպես ասում են, քամոզի խնդրի կբացատրի 6 հոգու, որ տանի լի 70, որ նոր սահմանություն։ Իսկ մինչեւ իրան պետք չի ոչ 2/3, ոչ նոր սահմանություն, որտեվ դա իր համար լրջագույն ռիսկեր է պարունակում Ռուսաստանից եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, չեմ ասում Հայաստանից ու հայ ժողովրդից։ Ասում եմ, որ երկրները ինչու, որտեվ այդ նույն սահմանության մեջ օրինակ Հայաստանը կարող է լինի չեզոք պետություն։ Այդ նշանակում է, որ Հայաստանում 102 ռազմաբազա, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն թաթիկով են անում։ ԵԱՏՄ եւ այլն, եւ ավտոմատ կերպով, հենց ավտոմատ հապկն է, որտեղ վերպետական ռազմաքաղաքական կառույցի անդամ իրավունք չունես լինել։ Ցեղասպանություն եւ Արցախի հարց փակվում է վերջնականապես, այն որ ինքը ասում էր Ղարաբաղյան շարժում, բան էլ ոչ մի բան չի ասելու։ Նոր սահմանություն թեման փակվեց։ Լույսո։ Քրեորեն պատժելի մի քանի հոդվածներ կդնեն, ով որ այդ գործով ինչ որ քարոզություն զբաղվի, կփակեն ու վերջ։ Հիմա ինքը իր լուֆտը սարքել է, 6 падգամավոր է իր լուֆտը, թեև կարա 7 լիներ, չէ՞։ Ընդհանրապես 63 դիլներ, բայց դե հիմա